մենք անդադ խոսում ենք տնտեսական աճի մասին, մենք խոսում ենք համախառն ներքին արդյունքի մեկ անձի եւ ընդհանրապես տնտեսության աճի մասին, որովհետեւ 2018 թվականից մինչեւ այսօր մեր տնտեսությունը 53%-ով աճել է։ Սա ահռելի մեծ թիվ է։ Մեկ անձի հաշվով համախառն ներքին արդյունքը ավելի քան կրկնապատկել է։ Եվ մեր իրականության մեջ սովորաբար ինչ խնդրեմ գոյություն ունի, որ այս ամբիոնից հնչող վիճակագրությունները մարդիկ իրենց կյանքի վրա չեն տեսնում։ Այստեղ է որ խզումը առաջանում է եւ մեր մեծագույն քաղաքական խնդիրը եւ հանձնառությունն է, որ երբ որ այս ամբիոնից եւ Հայաստանի պետական ինստիտուտները ազդարարում են տնտեսական աճերի եւ զարգացման մասին, մարդիկ պետք է իրենց կյանքում կոնկրետության մեջ տեսնեն այդ աճերը։ Այս է պատճառը, որ արձանագրելով, որ 2025 թվականի տնտեսական աճը կանխատեսվածից շուրջ 2%-ով ավել է եղել եւ նաեւ հաշվի առնելով մեր 2021 թվականին մեր տված նախընտրական խոստումը, ես որոշում եմ կայացրել, որ անմիջապես որպես առաջին արձագանքը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում թոշակների բարձրացումը եւ դրանով իսկ եւ ուզում եմ ասել, որ սա 2025 թվականի ցուցանիշ է, 2025 թվականի արձանագրման արդյունք է եւ առաջին անգամ մենք ունենք ավելի բարձր միջին կենսաթոշակ Հայաստանի Հանրապետությունում, քան նվազագույն սպառողական զամբյուղն է։ Եվ ելի ուզում եմ կրկնել մեր հանձնառությունը, որովհետև ընտրություններից առաջ մեր հանձնառությունների վերաբերյալ շատ են հնչել բամբասանքներ, որ ընտրություններից հետո այդ չեղարկվելու է։ Եվ մեր պարտավորությունն է, ընդ որում դա հեշտ իրականանալի գործ չէ, որովհետև կենսաթոշակների հետ կապված ցանկացած գործողություն ինքը ենթադրում է շատ մեծ բյուջետային ծախսեր եւ սրա պատճառը հետեւյալն է, որ ել եմ ասում, եթե մենք 1000 դրամ թոշակ ենք բարձրացնում մի թոշակառուի համար, այդ 1000 դրամը շատ մեծ նշանակություն չունի, բայց պետական բյուջեի համար դա միլիարդների ծախս է, որովհետեւ մենք խոսում ենք 650,000 մարդու, այսինքն 650,000 անգամ 1000 դրամ, դա արդեն մի ահռելի գումար է եւ մեր հանձնառությունն է, որ 2028 թվականից սկսած մենք կվերանայենք եւ առնվազն գնաճի չափով մենք կինդեքսավորենք կենսաթոշակը, որպեսզի այս սոցիալական նշաձողից մենք ներքև այլևս երբեք չիջնենք։ Բայց նաև կարևոր եմ համարում արձանագրել էլի 2025 թվականի արդյունքներով է, որ մեզ հաջողվել է 2026 թվականի հունվարի 1-ից ներդրել առողջության ապահովագրության համակարգը եւ սա նույնպես 2025 թվականին մեր կատարած աշխատանքի եւ կայացրած որոշումների արդյունք են, որովհետեւ բնականաբար այդ բոլոր որոշումները կայացվել են 2025 թվականին եւ 2025 թվականի բյուջետային տարին այս առումով ունեցել է շատ էական նշանակություն։ Չնայած նախընտրական շրջանում շատ եմ խոսել սրա մասին, բայց ելի այդ ձևաչափով էլ խոսելով 2025 թվականի մասին չեմ կարող չարձանագրել, որ 2025 թվականը առաջին օրացուցային տարին էր, երբ որ Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետևանքով մենք ոչ զոհ ենք ունեցել, ոչ էլ վիրավոր։ Այս ամենի էլի շատ ասված, բայց նորից ասելու արժանի փաստերից մեկն այն է, որ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը դադարել է եւ սկսել է ներդախտ։ 2025 թվականը առաջին տարին է, երբ որ կոവിഡ്ի տարին մենք չենք հաշվում, որովհետև կոവിഡ്ի տարին իհարկե վիճակագրական որոշակի շեղումներ է տվել, բայց 2025 թվականը սովորական վիճակում գտնվող առաջին տարին է, երբ որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արտագաղթի ըստ էության դադար ունենք եւ ունենք ներգաղթ, որովհետեւ 2025 թվականին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է Հայաստանի Հանրապետությունից մեկնած քաղաքացիների թվին եւ իհարկե սա նույնպես
շատ էական է դարձնում 2025 թվականը Հայաստանի Հանրապետության կյանքում